Միայն թե պատկերացրեք, որ մենք երբեք չէինք իմանա Վան Գոգի մասին, եթե չլիներ նրա եղբոր կինը՝ Յոհաննան։ Վան Գոգն իր կյանքի ընթացքում վաճառել էր միայն մի նկար։ Նա հավանաբար չէր էլ պատկերացնի, որ մի օր կդառնա աշխարհի ամենահայտնի և ամենաթանկ նկարիչներից։ Այդպես էլ չհամակերպվելով Վինսենտի մահի հետ, ընդամենը մի քանի ամիս հետո կյանքից հեռանում է նրա կրտսեր եղբայրը՝ Թեոն։ Նրա կինը՝ Յոհաննան, մնում է մենակ մանկահասակ որդու և Վինսենտի հարյուրավոր կտավների հետ։ Յոհաննային խորհուրդ են տալիս ազատվել դրանցից, անգամ այրել դրանք, սակայն Յոհաննան ոչ միայն նուրբ ճաշակի տեր կին էր, այլ նաև հանճարեղ մարքետոլոգ։ Նա գիտեր ինչպես համոզել։ Նախ նամակներ գրեց հեղինակավոր նկարիչներին, հետո Թեոյի ընկերներին և ծանոթներին, հորդորելով աջակցել իրեն ցուցադրություններ կազմակերպել։ Նրա պլանն աշխատեց։ Վան Գոգին սկսեցին ցուցադրել Փարիզում, Հագայում, Ամստերդամում։ Մարդիկ սկսեցին հետաքրքրվել և գնել կտավները։ Բայց Յոհաննան էլ ավելի առաջ գնաց։ Նա հրատարակեց Վինսենտի և Թեոյի նամակագրությունը, ծանոթացնելով հանրությանը նկարչի ամենապայծառ մտքերի, կյանքի և արվեստի մասին նրա վերլուծությունների հետ։ Սա իսկապես սենսացիա էր։ Այսպիսով, Յոհաննայի շնորհիվ Վան Գոգը դարձավ հայտնի աշխարհին։ Բացի այդ, Յոհաննային հաջողվեց ստեղծել մի բրենդ, որը կանցնի դարեր։